Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Երևանյան մշտական առաքելության մեջ կայացած հանդիպումը հայ ժողովրդի միասնության եւ ինքնության պահպանման շուրջ։ Էրդողանը ավելի ուշքնացուցած է ցեղասպանության ժխտումը։ Տերսիմցի Մարիամի դխուր պատմությունը։ Անհիր հայրենի հողին քաչարի պաշտպանն ու զինվորներ։ Հողեն չգդրվողը ինքնությունը բահողն է։ Ցեղասպանակետ Արաք Էթիպյանեն արժեքավոր նվեր արևմտահայերու հարցերու ուսումնասիրության կենտրոններուն։ Մահացած է Զահրադիգինը, Բոլսահայ գին մտավորականության պայծառ ներկայացուցիչներեն մեկը։ Ձիրանի ձար երգչախումբը հայ երգի ելվեջներով գշրջի Հայաստանով։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանյան առաքելության մեջ կայացավ խորհրդանշական հանդիպում, որուն մասնակցեցան Արևմտյան Հայաստանի Զավակ Արման Գրիգորյանը, ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը եւ ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանը։ Արման Գրիգորյանը կիսվեցավ իր անցած ուղիով, ապրումներով եւ մտահոգություններով։ Ան նշեց, որ 44 օրվա պատերազմի ընթացքին համախմբած է Մոսկվա բնակ հայությունը եւ գազմագերբած է աջակցական միջոցառումներ, սակայն օգնությունը ցավոք տեղ չէ հասած, ինչն ալ հիաստապություն ստեղծած է։ Ան շեշտեց նաեւ մշակույթի, առողջ ապրելակերպի եւ համերաշխության թերը որպես pedagogical ամուր հիմք։ Արմենակ Աբրահամյանը իր խոսքին մեջ ասավ. «Մենք չենք վիճարկեր ովևէ մեկուն ինքնությունը, բայց կգնկալենք, որ մեր ինքնությունը, մշակույթը եւ դարածները հարկվին։ Խաղաղ քոյակցության գծկտինք, բայց չենք կրնալ լուր մնալ մեր իրավունքներու ոտնահարումին թիմաց։ Հանդիպումը ավարտեցավ ապագա համագործակցության պատրաստակամության ու համատեղ նախաձեռնություններու կարևորության ընդգծումով, ի նպաստ հայ ժողովրդի միասնության եւ իրավունքներու պաշտպանության։ Ցեղասպանությունները եզակի երևույթներ չեն, սակայն հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը առանձնահատուկ է այն բանով, որ զայն սնուցած խաղապարախոսությունը դակավին չէ բարդված։ Թուրքական կառավարությունը եւ հասարակության զգալի մեկ մասը բացահայտ կերպով խրախուսած են հայրու ցեղասպանության ժխտումը։ Վերջին ամիսներուն Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան ոչ միայն ավելի ուշքնացուցած է ցեղասպանության ժխտումը, այլ նաեւ հբարդ է Արցախի մեջ կատարված էթնիկ զտման գործընթացին մեջ Թուրքիո ունեցած դերով։ Մայքլ Ռուբինի կարծիքով Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկիրները խոնարհած են Էրդողանի առջեւ Թուրքիո քերակույն կարևորության պատճառով։ Ան նաեւ կհայտարարե, որ Թուրքիո դեմ պայքարի լավագույն միջոցը իր իսկ հագասական քաղաքականությունը կորզի տնելն է։ Գիբրոսի թուրքերը նույնիսկ թշկոհ են Անատոլիեն գլզի բերված վերապնակներու զանգվածային ներհոսքեն։ Արևմտյան մայրաքաղաքները պետք է ոչ միայն հայտարարեն, թե Գիբրոսի մեջ ավարտած է իսլամական ցակում ունեցող թուրքերու դեմ էթնիկ մակրագործման սպառնալիքը եւ թուրքական զինվորական ներկայությունը անվանեն չարթարացված գրավում, այլ նաեւ ընդգծեն Էրդողանի այն համոզումը, որ էթնիկ զտման կամ ցեղասպանության վախը գրնա օրենքով արդարացնել զինվորական միջամտությունը։ Այդ դրամապանությունը շարունակելով գրնան նույնպես պահանջել միջազգային խաղաղարար զորքերու դեղատրում Թուրքիո արևելյան հատվածներուն եւ Բոլսո որոշ թաղերուն մեջ հայ եւ հույն համայնքներուն ու անոնց կալվածներուն պաշտպանության նպատակով։ Մարիամ ծնած էր 1915-ին Դերսիմի ամենահարուստ ընտանիքներեն մեկուն մեջ։ Ցեղասպանության դարիներուն ան գործընծուց ամբողջ ընտանիքը եւ ստիպված եղավ փախչել։ Միայնակ մնացած Մարիամին Աբաստան տվավ գյուղի ընտանիքը։ Հետակային նույն այդ ընտանիքը ամուսնացուց 5 սյուննի դղամարդու հետ զայն իբր թուրք եւ մահմեդական դարձնելու պաշտոնական գործընթացը ավարտին հասցնելով։ Մարիամ ամեն ցևով փորձեց աբացուցել իր նոր գրոնական ինքնությունը օրական 5 անգամ աղոթելով, սակայն ան երբեք չգրծավ վերականգնել իր լեզուն, գրոնը կամ հարստությունը։ Երբ փորձեց օրենքով պահանջել հոր ժառանգությունն ու ունեցվածքը, Թադարանը մերժեց զինք, պատճառաբանելով, թե ինք չի կրնար աբացուցել իր նախկին ինքնությունը։ Մարիամ ապրեցավ իր կյանքի մնացածը իբրև աղքատ մահմեդական գին, բայց երբեք չազատեցավ հայ ըլլալու մեղադրանքներեն։ Մարիամ վախճանեցավ Սինսորի մեջ իբր մորցված, օդարացված եւ ջնշված կին, գրծքին մեջ պատմական անարդարության խորցավը։ Իր պատմությունը Դերսիմի եւ ամբողջ շրջանի մեկ անհատի ճակատագրին մեջ ամփոփված ողբերգությունն է։ Գրիգոր Ձադուրյան բանաստեղծ հրապարակագիր գկրե։ Հայրս Հովանես Գրիգորի Ձադուրյանը միշտ մեծություն եղած է ինձի համար։ Թեև ան երկրային կյանքեն հեռացած է, սակայն իր գերբարը շարունակ օգեշնչեզիս։ Իր ճակատագիրը դժվար եղած ու բազմաթիվ զրկանքներու մեջով անցած է։
Դպրոցը կերազանցությամբ ավարտելով հանդերձ ստիպված եղած է ուսումը գիսած ցկել ընտանիքը բահելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերեն կմասնակցի ռազմաճակատին։ Վիրավորված է 4 անգամ։ Չնայած որ բուժումեն յետ կրնար մնալ առաջնակիցեն դուրս, հայրս վերադարձած է ճակատ շարունակելով պայքարը։ Մարտական քաջության համար բարգեւադրված է խիզախության համար 4 մեդալով եւ բազմաթիվ պատվակիրերով։ Պատերազմեն յետք մեծ ներդրում ունեցած է գյուղին մշակութային կյանքի զարգացման մեջ, գլխավորելով Ալաստանի մշակույթի դան աշխատանքները եւ հիմնելով երգի, բարի եւ թատերական խմբակներ։ Ան եղած է պատվավոր գյուղացիմը սիրված, հարգված եւ ջանցված իր համեստ սակայն քաջ ու ազնիվ գենսակրությամբ։ Մենք այստեղեն չենք հերանար, որքան ալ դժվար լա։ Գմնանք հողին կապված, որովհետեւ միայն այսպես կրնանք հայ մնալ։ Այս խոսքերը համշենցի գնոջ շուրտերեն հնչած են, սակայն անոնց խորքը ամբողջ հայության ճշմարտությունն է։ Համշենցին լուր, համար, իր քոյության համար մակարող հայրենի հողը չի ցկեր։ Ան գիտե հողեն բոկված մարդը ժամանակի ընթացքին կգործընծնե իր ինքնությունը։ Այն ինչ որ կգառուցվի օդար հողի վրա կմնա օդին մեջ առանց արմատներու եւ ի վերջո ամեն բան կվերադառնա հողին դիրոջ։ Նույնիսկ այսօր անոնց աչքերուն մեջ երբեմն վախ կա բարձրացան խոսելու իրենց մասին պատմելու։ Բայց լրության մեջ իսկ տեսանելի է այն ամրությունը զոր սերունդներով փոխանցած են։ Անոնք չեն լքեր իրենց հողը եւ այդ է որ զանոնք դարձուցած է իսկական հայ։ Դիկրան Ջանտոյան արևմտահայոց հարցերու ուսումնասիրության կենտրոն Գիտահետազոտական հիմնադրամի գրադարանը վերջերս հարստացավ ցեղասպանակետ, հետազոտող եւ արխիվագետ Արա Քեթիբյանի գոմե գազմված արժեքավոր ժողովածուներով։ Աղբյուրին համաձայն Քեթիբյան 13 մեծաթիր եւ ծավալուն հադորներու մեջ հավաքագրած է հազարավոր վավերագրական նյութեր, որոնք լույս տեսած են ամերիկյան մամուլի հայտնի բարբերականներուն մեջ, բաբանված են Ամերիկայի Միացյալ Նահանգներու արխիվներուն մեջ։ Այս աղբյուրները կվերապերին հայրու դեմ իրականացված ցեղասպանության տարբեր փուլերուն։ 1894-ին 1930 ժամանակաշրջանը ընդգրկող այս ծավալուն աշխատանքը կհատկանշվի իր նյութական խտությամբ։ Այն արդեն այժմ կհամարվի եզակի եւ անփոխարինելի սկզբնաղբյուր ցեղասպանություններու, պատմաբաններու եւ հետազոտողներու համար։ Արա Քեթիբյան հայագիտություն ուսանած է Սուրբ Ղազար Մխիթարյան միապանության վարժարանին մեջ, ինչպես նաեւ ան եղած է Բեյրութի Արարատ օրաթերթի խմբագիր։ Մահացած է բոլսահայ նշանավոր գրող Զահրադի կինը Անայիս Անդրեասյանը։ Դիգին Անայիսը մեծ ներդրում ունեցած է Զահրադի գրականությունը հանրայնացնելու, մասնավորապես գրողի մահեն յետ գրադարագելու գործին մեջ։ Անայիս Անդրեասյան ստացած է իր ժամանակի համար լավագույն գրթությունը։ Հայկական դպրոցն ավարտել է յետք, շարունակած է ամերիկյան կոլեջը ու եղած է բոլսահայ գին մտավորականության վառ ներկայացուցիչներեն մեկը։ Բոլսո գրասեր կանայք խումբի անդամ է, մասնակցած է գրողներու հրատարակության, վեբեր եւ գրական մտավորական երեգոներ կազմակերպելու։ Անոր կհուղարկավորեն Բոլսո Շիշլիի հայկական գերեզմանատանը։ Արևելքը ցավակցություն կհայտնի ընտանիքին Դիգին Անայիսի մահվան կապակցությամբ։ Ձիրանի ձար երգչախումբը մեկնարկած է համերգաշարմը նվիրված հայկական ժողովրդական երկարվեստին։ Համերգային ծրագիրը ընդգրկած է ազգային երկարվեստի կոհարներ Գոմիդասի, Խաչատուր Ավետիսյանի, Վաղարշակ Բալյանի, Ներսես Շնորհալիի, Ձովինար Համբարձումյանի, Կուսան Շերամի եւ այլ մեծերու ստեղծագործությունները։ Այս բացառիկ երկացանկը դարիներ շարունակ հնչած է Հոլանդիայի, Բելգիայի, Ֆրանսիայի շարք քաղաքներուն մեջ, արժանանալով եվրոպացի հանդիսադեսի չերմ ընդունելության։ Հատկանշական է, որ երգչախումբին մեջ գործող հոլանդացի երգիչները, չնայած հայերենին դիրապետելու բացակայության, դարիներու նպատակային աշխատանքի շնորհիվ գադարելապես կներկայացնեն հայերեն երգերը։ Սա կխոսի միայն երաժշտության հանդեպ սիրո եւ հայկական մշակույթի հանդեպ խորը հարգանքի մասին։ Մենք կպահպանենք հայկական մշակույթը, բնիկությունը եւ ինքնությունը։ Այդ աշխատանքն ունի ինչպես գեղարվեստական, այնպես էլ հայրենասիրական առաքելություն, ընդգծած է երգչախումբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ռուզան Հակոբյանը։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։